Բարև ձեզ, եպիսկոպոսները խոսում են, իշխանությունը ողջունում է, կաթողիկոսը լռում է, իսկ հասարակությունը սպասում։ Մայրաթորք Սուրբ Էջմիածնի պատերիցներս, որտեղ պահվում է մեր սերունդների աղոթները, այս օրերին հնչում են մեղադրանքներ եւ հակադարձումներ։ Ինչպես գիտեք, մի խումբ եպիսկոպոսներ հանդես եկան հայտարարությամբ, որի մեջ խոսվում է այն մասին, որ ամենայն հայ կաթողիկոսը անհավատարիմ է գտնվել եկեղեցին ուղիղ վարդապետությամբ առաջնորդելու իսկ կաթողիկոսական ուխտին, նա կոծկել է Արսրակ Սրբազանի արարքը, որի մասին տեղեկությունը, որի մասին տեսանյութը ավելի ճիշտ հայտնվել էր համացանցում եւ որի իսկությունը արդեն հաստատվել է, եւ եպիսկոպոսները խոսում են եկեղեցին մաքրելու անհրաժեշտության մասին եւ այս հարցով դիմում են եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին, բայց դա դեռ ամբողջը չէ։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո վարչապետը նրանց հանդիպման հրավիրեց, այդ հանդիպումը կայացավ, վարչապետը ողջումեց եպիսկոպոսների մոտեցումը, խոսեց արժեքահեն հասարակության եւ հոգեվոր կյանքի մասին։ Կաթողիկոսը այս ընթացքում դեռ լռում է, հավանաբար որևէ հաղորդագրություն կլինի հոգեվոր գերագույն խորհրդի ժողովից հետո, այդ հաղորդագրությունը դեռևս անհասանելի է, իսկ հասարակությունը սպասում է, հասարակության մի մասը ոգևորված, մի մասը տագնապած։ Արդյոք հայ առաքելական հնագույն քրիստոնեական եկեղեցին ինքնամաքրվում է, թե քանդվում։ Ածանցյալ հարց որպես հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, ի վերջո հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը Ռուսաստանի համար պատահական մարդ չէ, նա պարգևատրվել է Ռուսաստանի պատվո շքանշանով։ Ռուսաստանից դեռ հրապարակային արձագանքներ այս պահին չկան, փոխարենը Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսում է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի հերթական անգամ չմասնակցելու մասին, հայտարարում է, որ դա Երևանի որոշումը եւ նոր իրենք հարգում են այդ որոշումը, եւս մեկ նրբերանգ ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահը առաջարկում է իր դաշնակիցներին ՀԱՊԿ անդամ երկրներին սպառազինվել ռուսական նորագույն զենքով, տեխնիկայով եւ հայտարարում է, թե այդ զենքը, ռուսական նորագույն զենքը ապացուցել է իր արդյունավետությունը իրական ռազմական գործողությունների ժամանակ։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանն է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Եկեղեցու թեման այսօր ամենատակն է, ամենահրատապը, ինչ է կատարվում ձեր գնահատմամբ, եպիսկոպոսների այս հայտարարությունը միայն ներեկեղեցական գործընթաց է, թե թույլ տվեք այսպես ասել, ավելի գլոբալ հոգևոր հեղափոխության ուղղված պրակտիկ գործողություն։ Ուրեմն ասեմ հասարակության համար երևի եւ որոշակի շրջանակների համար այսօրվա հարց է, որը առաջացել է մի քանի ամսվա ընթացքում, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության համար տարիների հարց է եւ ես կարող եմ այսօր բաժակատ ներկայանամ ժողովրդին եւ հիշեցնեմ, որ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը 5-6 տարի է եկեղեցիներ, հաղորդումներ, շրջայցեր հիշեցնելով նաև եկեղեցու եւ հոգեվոր դասի պարտականությունները կատարելու մասին, ամրոցներ եւ այլն։ Հիմա այսօր ինչ է կատարվում։ Ես կարծում եմ, որ հարցը սկզբունքորեն այլևս լուծված է։ Այն իմաստով, որ Գարեգին ուզուրպատորը պիտի գնա եւ գնացած է, ասեմ ինչի վրա։ Ըստ իմ իմացած, գիտեցած եկեղեցու կանոնագրի Եթե 9 արքեպիսկոպոս ստորագրությամբ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, կաթողիկոսը հրաժարական է տալիս եւ տեղի ունեն նոր ընտրություններ, եւ ընտրվում է նոր կաթողիկոս։ Ուրեմն հիմա եկեղեցու կանոնակարգով այդպես է։ Այդպեսի ես ասեցի իմ իմացածով, կարծում եմ ճիշտ եմ, բայց չպնդեմ, էլի։ Ուրեմն դա այդպես էլ կա։ Որից հետո նա պարտավոր է մայրաթորը ուրեմն ազատելու, եթե դա այդպես է, իսկ եթե չընթարկվի, ուրեմն իշխանությունը պարտավոր է իրավական միջոցներով հարցփակել եւ վերջ, օրենքի շրջանակներում, ոչինչ չխախտելով։ Կարծում եմ, ուրեմն այս հարցը այսպես էլ կլուծվի, եթե չէ մի քիչ էլի կձգվի, պարզապես էլ, այսինքն զալա չկա, էլի այդ հարցը պետք է փակվի։ Հիմա Երկրորդ մասը ես ինչու եմ ասում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, ձեզ ասեմ ճակերտավոր մի գաղտնիք, որ ես հրապարակել եմ 16 թվականին գիրք ունեմ հրատարակած, որտեղ
հաջողակ առաջ զարգացած ուրեմն պետությունների ուրեմն առաջընթացի մեջ քրիստոնեական եկեղեցու դրական դերի հարցն եմ քննել պատմական փորձով ապացուցված դա Գերմանիան է, Հարավային Կորեան է, կաթոլիկության եւ շատ մոդեռնիզացված կամ արդիականացած պետություններ, որոնք Թայվանը շատ հետաքրքիր է, ճիշտ է, ուրեմն մեզնից շատ է հեռու, բայց որտեղ ընդհանրական մի փորձ է հաստատվում, որ այն երկրները, որոնք այս տարիներին արդիականացման հարց են լուծել եւ շատ առաջ են գնացել, իմ ասածները դրանք չէ, զարգացած երկրներ են, այստեղ այն է, ինչ որ վարչապետի ասածն է, արժե համակարգի վերադարձ, հոգևոր կյանքի վերադարձ եւ այլն, եւ դրա համար, այո, վարչապետը ճշգրիտ, ինչպես ասում են, թիրախին է խփում եւ բարձրացնում է հարցեր, որոնք մեզ համար ոչ միայն ուրեմն հոգևոր նշանակություն ունեն, առաջինը բնական է հոգևոր է, մեր եկեղեցու վերականգնման արժանապատվության, դավանանքի զարգացման, դուք հիմա չեք կարող ասել, վերջին հաշվով այդ մեր եկեղեցու դավանանքի զարգացման հարցով որ եպիսկոպոսը որտեղ երբ է զբաղվել եւ այս կաթողիկոսը որևէ դեր ունի, թե չունի, որ իր պարտականությունն է։ Ուզում եմ ասեմ, այս բոլորը եւ հարցը լուծված է։ Ձեր ասածին անդրադառնամ, որ ոչ միայն սա համահայկական նշանակություն ունի, էլ չեմ ասում հանրապետական, որտեղ դա մեր ժողովրդի հարցն է, իսկ մեր ժողովուրդը Հայաստանում չէ, որ միայն ապրում է եւ քաղաքացի աշխարհում սփռված է, բայց ես կարող եմ ասել համաքրիստոնեական նշանակություն ունի, ինչու, որովհետեւ մենք ուղղափառ քրիստոնեական աշխարհի արևելյան հատվածում ենք գտնվում, բայց մենք որպես եկեղեցի դավանանքի առումով բացառիկ արժեք եւ դեր ունենք, որն է դա։ Մենք մոնոֆիզիտ եկեղեցի ենք, ինչը ուրեմն ուղղափառ ռուսական եկեղեցին չի ընդունել, չի ընդունում։ Բանի իմաստով, իրենք սխալ են, ոտից կրլող, որտեղ իրենք մեզից շատ էլ ուշ են եղել, այսինքն ուշ եկած ինչ-որ բան է ուղում։ Բայց մենք մոնոֆիզիտ ենք եւ ասեմ մի բան, որ հիմա առիթից օգտվում, դա այս ճգնաժամը մեզ թույլ է տալիս, որ մեր դավաճանությունների, մեր համաճողությունների մասին շատ խոսենք, բայց ես ասեմ, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին աշխարհի այն եկեղեցին է, որը չի դավաճանել Քրիստոսի վարդապետության ընդհանրապես կամ հեռացել, ասեմ մեղմ, որովհետև մինչև դիոֆիզիտ, մոնոֆիզիտ աշխարհում եկեղեցիներ հիմնականում մոնոֆիզիտ էին։ Մենք մնացել ենք հավատարիմ Քրիստոսի ուրեմն վարդապետությանը։ Մյուսները խոտորվել են, այդ թվում նաև ռուսական շատ հեռու է շատ բաներով։ Հիմա նաև ասեմ ինչու, որովհետև մոնոֆիզիտես եկեղեցին մենք փաստորեն 5-6 աշխարհում եկեղեցիների մեջ իրենց ընդունածով գերակա քուր եկեղեցին ենք, դա Հաբերստանին է վերաբերվում, Ղպտիներին, ասորներին եւ այլն մալաբացին, այսինքն պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Ել չեմ ասում, որ դե աշխարհում պետականություն առաջինը կրոնը պետականություն։ Ուրեմն այս բոլորով հիմա ռուսների արձագանք ինչ կա։ Ռուսների արձագանքին կանդրադառնանք, բայց մինչ այդ դուք խոսեցիք վարչապետի այդ ընդունելության մասին, որ խոսում էինք, անդրադարձակ նրա խոսքին արժեքային, հաշվության մեջ, կարծում եք վարչապետի ողջունելը այս եպիսկոպոսներին արժեքային համընկնում է, թե այն մեկնաբանությունների մեջ էլ ռացիոնալ հատիկ կա, որ սա նաև եկեղեցու նկատմամբ որոշակի ազդեցության գործընթաց։ Չկարող եմ ասել, եթե բառերի մեջ չգնենք, պարտավորության հարց է։ Մենք նորանկախ Հայաստանը, իսկ հեղափոխությունից հետո այդ 4-րդ հանրապետությունը ըստ էության նորանկախության հարց ու այդ ով որ ուրեմն Փարիսեցի չի ինք կընդունի, նաև իշխանության պարտականության հարց է, որովհետև հիմա բաց ենք փակագծերը, այս ուրեմն ուզուր պատերը եւ նաև պատմության մեջ շատեր ենթարկվել են ռուսական եկեղեցու սինոդին պետության, սինոդը հոգևոր կյանքը կառավարելու ուրեմն այդ մարմինն է, որ ցարի ժամանակ եղել է, հիմա մոդիֆիկացվել է ուրիշ աններ, ուրիշ բաներ։ Եվ դա գալիս է ուրեմն մեր եկեղեցու վարակայով, ուրեմն
Պասկևիչի ժամանակներից, երբ որ այդ պոլոժենիե կոչված է 36 թվին շատ եմ ասել 1836-ի մշակեցին, գործողության մեջ դրեցին եւ հայաստանյաց առաքելական եկեղեցին փորձեցին կառավարել եւ միջամտել։ Միջամտելը գիշեր-ցերեկ Զախարովայի մագարտակով են միջամտում, անընդհատ իրենք սովոր են հայերի կյանքին միջամտել ամեն ինչով։ Ռուսների մասին է խոսքը, ոչ մի հարազատական, արունակցական կապ մեզ հետ չունենալով, ոչ մի։ Եվ հիմա ինչ է լինելու արձագանք, իհարկե վատ է լինելու, հիմա խելամտության հետ է կապված, իրենք Ուկրաինայում էս են խրվել, եթե խելամիտ լինեն, Պուտինի նման խորամանկ են, ասեն դե գիտեք քիչ կա, բայց եթե ուրեմն կոպիտ տարբերակն է վատ է լինելու, դե քաղաքական է իրենց միջամտությունը։ Մայրաթորը, ասում եմ, լուր է, կաթողիկոսը դեռ չի խոսել, հնարավոր է հաղորդագրություն այս պահին մենք այդ հաղորդագրություն չունենք, թե ինչ կլինի հոգևոր գերագույն ժողովից հետո, բայց մինչ այդ տեղեկատվական համակարգը այդ հայտարարությունը համարեց խեղաթյուրված։ Սա նշանակում է, որ կաթողիկոսը դիմադրում է, դիմադրելու է, սա մեկ եւ մինչ այս պահը այդ լռությունը ինչ է, սա մարտավարություն է, թե վկայություն է բանի, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը շփոթ անորոշություն է, ասեմ ինչու։ Ես ենթադրում եմ եւ հայության մեջ դա շատ տարածված է, էլի, մտածում են, եթե Կրեմլում ինչ լինելու է, այդտեղ հարց չկա։ Այդ Սամվել կոչվածն էլ եկավ փոսը դրա համար անգավ, հարց չկա, որովհետեւ ինքը վարչապետ են բանն էլ Ռուբենն էլ գնաց Բաքու վարչապետ էր եկել հարց չկա, բայց բարձվեց հարցը մեծ է, բայց այս բարակայում ասեմ, որ եթե այնտեղ ստորագրածները կամ ցանկի մեջ առաջին հենց բանը ուրեմն Հովնան arczepiskopos Տերտերյանն է, դա հարավային Ամերիկայի արևմտյան թեմն է, առաջինը նա է ստորագրել, կարծեմ 11-12 հոգի են, եթե թիվը լավ եմ հիշում։ Բայց եթե մի մասը չի ստորագրել, մի քանիսը, բայց հաստատել են, ասենք մարդիկ կան, որ ես այն վերջի տվյալներով զանգել հաստատել են, դե հիմա Դամասկոսից չի կարող գալ, այսօր բարձր հաստատել է իր մասնակցությունը։ Հիմա եթե 9 հոգին այս կամ այն կերպ հաստատված են, ուրեմն հոգևոր խորհրդի նիստ անօրինական է, հակականոնագրական է, հակաեկեղեցական, այսինքն առ ոչինչ է, այնպես որ իրենց ես քանի անգամ ասել եմ, լսեք, դուք մի մարդու համար իհարկե ձեր շահերը եք նրա միջոցով ռեալիզացնում, ինչ եք ուզում, հեռացեք, գնացեք, պարզ չի գնալու եք, մանավանդ հասարակությունը ժողովուրդը ուզում են եւ երկրորդը իշխանությունը պարտավոր է անելու, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բարձրագույն պարտավոր է միջամտելու, իհարկե որոշվեց այդ պատարակների ձևով, բայց պարտավոր է, հիմա պատկերացրեք որևէ պետություն, Անգլիան, Անգլիկան եկեղեցու ուրեմն պետը պետության դեմ ապստամբվի Ֆրանսիայի շահերի համար, ռուսական սինոդը կամ Կիրիլը ապստամբվի Բելոռուսիայի համար, այսինքն սա աբսուրդ է եւ պատկերացնում եք Կիրիլը հանկարծ Պուտինի դիմաց կանգնի ինչ որ բանավեճ անի, բացի պատերազմը ողջունել ինչ որ անում են։ Հիմա ուզում եմ ասել, այս հարցը աննորմալ է եւ արագ պիտի լուծվի։ Այսինքն դուք իրենք եթե խելամիտ են արագ այսօր կթողեն դուրս կգան։ Այսինքն հիմա դուք այլ լուծում չեք տեսնում, քան կաթողիկոսի հեռացումը։ Ես այն ժամանակ չեմ տեսել։ Եվ ընդհանրապես այս հարցի հանգուցալուծման բանալին հիմա ում ձեռքին է՝ վարչապետի եւ իշխանության, կաթողիկոսի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, թե հավատացյալ ժողովրդի։ Փոքր դատարից հետո շարունակենք։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Իշեսեմ սազած Ռուստեֆրի նյուզի եթերում, ես զրուցում եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։ Պարոն Շիրինյան, մենք անցանք այս ամբողջ զարգացումների վրայով, այդպես կարելի ասել, այն ինչ կատարում է այսօր եկեղեցու եւ եկեղեցու առաջնորդի ավելի շատ կաթողիկոսի շուրջ եւ հարցային էր, թե արդյոք այլ լուծում կա, թե չկա, բացի կաթողիկոսի հեռանալը եւ ընդհանրապես այս հարցի հանգուցալուծման բանալին ում ձեռքին է՝ կաթողիկոսի, Մայրաթորի, իշխանության, վարչապետի, հավատացյալ ժողովրդի ում։ Ուրեմն ասեմ, որ եթե իմ իմացած կանոնագրով ճիշտ է, 9 ստորագրել են, հարցը լուծված է։
Խնդիրը մնում է ժամանակի մեջ հարմակերպվել, եթե չէ իրավաբան համակարգը միջամտի եւ դուրս անել։ Սա փակված հարց է։ Ընդհանրապես է փակված։ Իհարկե ժողովրդի կամքից է։ Դուք տեսնում եք, որ ժողովրդական որևէ ընդվզում չեղավ։ Առանձին դեպքեր գողապետության շրջանակներ, նախկին աթեիստներ, չեկիստներ ելել են Սուրբ եկեղեցուց են խոսում, զավեշտ է, դրանով նաև վարկապետեցին։ Հետ էլ ասեմ գործը փչացրին։ Ուրեմն մնացածը 9 arczepiskopos-ների ձեռին է եւ հոգեվոր դասի, որ հոգեվոր դասը ուրիշ տարբերակ չունի։ Ժողովրդի վերականգնման հարց կա, հոգեվոր վերականգնման, ծառայության, եկեղեցի, այո, բայց եկեղեցու վերականգնման հարց կա, ահռելի ունեցված կա, աշխարհով մեկ, կազմակերպական հարց կա, հարցեր կան, Հայաստանի Հանրապետություն, ասեմ նաեւ մի հատ էլ հարց կա։ Իրան դրության օրի վերաբերյալ իմ իմացածով ժողովրդական այսպես խոսում են, որ ընտրության ժամանակ տասնյակ հազարավոր դոլարներ են շարժվել։ Այս հարցերը պիտի մակրություն ունենան։ Եկեղեցին, ես չեմ ասում արել են, չեն արել։ Այս բոլորը հստակ մի հեղինակավոր մարմին պիտի վերջացնի այս խոսակցությունները, որտեղ ինչ է ստացվել։ Մենք ապրում ենք ինչ-որ 27-ի դեպքերը, 1-ի դեպքերը եւ այլն։ Պատկերացնում եք մի ժողովուրդ ծանրագույն վիճակում պետության բանակի վերազինման այս վիճակներ եւ գիշեր-ցերեկը զբաղված ենք ինչ-որ մարդկանցով։ Այս բոլորը պետք է մաքրվի եւ մենք շարժվենք առաջ։ Դուք համոզված եք, որ սա մաքրման գործընթաց է, ոչ թե եկեղեցին քանդել։ Ես երկու հարց էլ ունեմ, դուք մեկն ասեցիք, որը ես կարծում եմ Հայաստանում առաջին ես եմ բարձրացել զայնել, եթե ես առաջին ասել եմ Մեզ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում պարտության տարած պետության ղեկավարը ինչու է քեզ բարգեւադրել Պուտինի շքանշանն է Այս մեկ եւ երկրորդը Ծառուկյան Գագիկ սրան վերցրեց տարավ ուրեմն Մինսկ հարցրել եմ եւ հիմա կարող են չպատասխանել քաղաքակետ իրավունք չունի կուսակցության ղեկավար չտեսնելու Մինսկում ռուսական գաղտնի ծառայության աշխատակիցների հետ հանդիպումներ եղել են թե չէ Սրանք արդեն հավատից էլ դուրս են այսինքն հավատը հոգևոր եւ այլն եւ բազմաթիվ նաեւ այն հարցը որ այդ եղել է գումար չի եղել այդ օրերին այս պատմությունները որովհետեւ մենք եթե չենք մաքրում հարթակը չենք կարող շարժվել ապակա չէ այսօրվա ներկա եւ ապակա այս բոլորը իսկ մնացածը որ գնացած է ասում եմ եթե 9 ստորագրել են հարցը փակված է անօրինական իրենց համար ուրեմն եւ բարձր որ այս մարդիկ 9 ստորագրածները հավանաբար պիտի դիմեն իշխանությանը որ մեր որոշումը գործադրի որտեղ մենք այս պետության իսկ կարծում եք Ռուսաստանից ինչ-որ հրապարակային արձագանք ոչ մի բան չի մի քիչ կփնթփնթան իրենց համար շատ վատ եղավ առաջին անգամ վատ եղավ Ռուսաստանում որտեղ այն ցանցը հակապետական կենտրոնի էին վերածել այս մարդու գլխավորության հակահայաստան էլ Աբստամբուչուն էլ Գալստանյան էլ Աջաբ Սանդալյան էլ ինչ եք ուզում եկեղեցին մտցրել է քաղաքական խաղերի մեջ որի իրավունքը ոչ ունի, ոչ պարտավոր է եւ մանավանդ եթե լիներ մի Խրեմյան հայրիկ, մի Օրմանյան, սրանք ամբողջովին այսօր կանգնեին մեզ եւ մեր պետության մեր ժողովրդին թիկունք աշխարհով մեկ եւ մենք շատ հաջողություն կունենայինք։ Դիտարկում եք հայ առաքելական եկեղեցին որպես Ռուսաստանի Հայաստանում ազդեցության գործիք։ Ինչ ասեցի, Պոլոժենիեն ինչ է կանոնագիր է դա ցարիզմի ժամանակ տարեցին այնտեղ Խրիմյան հայրիկն ընդվզել ես նորություններ չեմ ասում Խորեմ Մուրադբեկյանին դրանով խեղտեցին հայ չեկիստները ռուսների ցանկությամբ եկեղեցին չգիտեմ դուք գիտեք թե չէ 1936-ից մինչև 45 երբ որ ռուսներին պատերազմի համար էլի պետք էր մենք կաթողիկոս չենք ունեցել թույլ չեն տալիս կաթողիկոս ընտրել հետո Չորեքչյանի պատմություններ կան մինչև այս մարդու պատմությունը բարձ է այսինքն ուզում եմ ասել որ ես ողջունում եմ ես նաև ինչ ասեմ հոգեկան բավարարվածություն եմ զգում մի բանից այս պարագայում ի վերջո Գրիգոր Լուսավորիչի գահը ուրեմն իր ամեն ինչով վերադառնում է Հայաստան պետության կողքին հիմքերում կանգնելու համար եւ այսօր մենք պետք է գնահատենք նաեւ բոլոր նրանց դեր ովքեր որ այս ճգնաժամը լուծելու նպաստեցին նաեւ շնորհակալություն անկախ իրենց անձից այն 9 հոգուն եւ
շատերին, որոնք ստորագրել են, եթե կանոնագիրը ճիշտ է, ուրեմն այդ ժողովն էլ արդեն սխալ ժողով է։ Այդպես էլ կլինի։ Ուղղակի ես զարմանում եմ սրանց վրա ինչ են դիմադրում։ Ինչի են դիմադրում։ Ես գիտեմ ինչի։ Նրանք հույս ունեին, որ Ռուսաստանը միջամտելու է։ Կոպերկինի տնից դուրս չեն գալիս։ Հայաստանում չեք նկատել, դեսեք, նայեցեք, գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, դիմացը նստեք առասպանը, տեսեք քանի հայ ուր է մտնում ելնում։ Ինչի համար։ Եվ տեսեք, ըստ էության, եթե դաշնակից ենք Ռուսաստանի եկեղեցին պետք է ողջուներ սա, որտեղ քույր ըստ բանի պատկերի մեջ քրիստոնեական մի եկեղեցի զբաղված է եւ հոգեվոր վերանորոգումով, կազմակերպական եւ այլն, բայց Կիրիլը ինքը ոնց կարող է դա ողջունել։ Մնացածը ասեմ ձեզ եկեք կներեք էլի։ Մենք մեր պետությունն ենք ստեղծում։ Եկեք շարժվենք, շատ չնայենք Հյուսիսից, Հարավից։ Մենք այդ ոնց ասեմ, բոլորիս է վերել։ Այդ վարակով շատ ենք վարակված։ Այնա եղբայր տուն ունես ընտանիքդ կարգի բեր։ Հարևանն ինչ ասեց, խնամինով է, եթե 4-5 անգամ ապրես այդպես, հարևաններ կսովորի, խնամիներ կսովորի, բոլորն են կարգի։ Բայց խնամին, ասենք, խոսում ենք ում մասին, ստիպված ես հասկանալ ինչ է խոսում, ինչի համար է խոսում։ Հիմա արդեն ավարտելով այս թեման անցնելով հապկի թեմային, Ռուսաստանի նախագահ խոսել է Հայաստանի չմասնակցության, հերթական անգամ չմասնակցության մասին հապկի գագաթնաժողովին։ Հայաստանի ասում է, որ մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, ինչ է սա իսկապես նուրբ հարգանքի դրսևորում է Հայաստանի հանդեպ, թե տողատակ կա մոտարապես այս ենթատեքստով, ճանկերից այս ենթատեքստով ցանկություն չեք գալիս, մի եկեք տեսնենք մինչև երբ չեք գալիս։ Հա, մինչև ես Ուկրաինայում հաղթեմ, ես ձեզ հետ կբերեմ, ես իրեն պետք է ասեմ, Ուկրաինայում չես հաղթելու, քեզ էլ պատժելու են։ Իրավաբան համակարգը Ռուսաստանում ռուսները ցար պատժելու լավագույն ավանդույթներ ունեն։ Այդ վնասները ով պետք է անի քո փոխարեն պատասխան տա։ Ինքը այս ձևով ժամանակ է շահում իր խելքով, նաև հաջորդի բարեկամ է։ Պատկերացնում եք, չէ՞, Հայաստան հայրենիքի մի զգալի մասը ինքը կազմակերպեց Լավրովի ձևով տվեց Թուրքին ադրբեջանցուն։ Հիմա նորից հաջորդի ու բարեկամության մասին է խոսում։ Այնպես որ չենք մասնակցել, այլևս չենք մասնակցելու։ Հիմա չմասնակցելը այս պահին դուք դիտարկում եք որպես հապկից դուրս գալու ուղղված հերթական քայլ, հերթական դրսևորում, թե հապկից դուրս գալու մասին վերջնական որոշման բացակայություն։ Ես ասեմ, դա ես կապում եմ հարմար պահին որոշում հայտարարելու մասին իմ ընկալումով, հարմար պահին։ Եվ իսկ իրենք էլ հարմար պահին ուզում են այդ խոսակցությունները։ Իմ հարցը սենց դա էր ճշգրտելու, թե մենք դուրս ենք գալիս հարմար պահին ենք սպասում, թե դեռ վերջնական որոշում չկա։ Մենք ունենք նաև հազար մի հարցեր հետները, այդ վիճակը Ռուսաստանին թույլ չի տալիս ու ագրեսիա կատարել դեպի Հայաստան։ Այս վիճակը թույլ չի տալիս։ Այսինքն չմասնակցել, բայց ասել, հա, այնպես որ մենք էլ ենք սովորում լինել դիվանագետ եւ բացի դրանից ես նկատել եմ, որ մի 2-3 տարի մենք լավ կարողանում ենք մեր ազգային շահերը ուրեմն հաշվել եւ համասխան ձևով քայլել եւ կարծում եմ ամենաճիշտ որոշումն է այսօր իրենք միշտ սպասում են, թող սպասեն այն դու մնացած աղջկա պես է փեսացում էսա կկա չի կա Հիմա այդ ձեր ասած ազգային շահերը հաշվելը ինչ է պարտադրում, ինչ է հուշում Հայաստանի Հանրապետությանը կապված Ռուսաստանի Դաշնության նախագահի հերթական առաջարկի հետ, այն է, որ ՀԱՊԿ անդամ երկրները զինվեն ռուսական նորագույն զենքով, ռուսական նորագույն տեխնիկայով, ասում է, քանի որ ռուսական նորագույն այդ զենքն ու տեխնիկան ապացուցել են իրենց արդյունավետությունը շատ իրական ռազմական գործողությունների ժամանակ։ Մի պատմություն կա, էլի։ Այստեղ ավելորդ չէ հիշելը, որ բոլորովին վերջերս Ադրբեջանը հայտարարեց իր բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու մասին։ Ուրեմն այն մի հին պատմություն կա, կարճ ասեմ, մարդիկ ով գիտեն, ասում է դու էլ ասա այն 70 տարեկանների պատմությունն է։ Հիմա ինքը ինչն է գադունի, Հյուսիսային Կորեայի զենքն է ծախելու, երևի պարսկական շահեդները մոտը շատ են գուտակվել, պետք է վաճառի մեր վրա։
մենք խնդիր ունենք, որ մեր պարտքերը տա, մեզ ինչիներից է պետք։ Այդ խլամզենք Ուկրաինայում ոչ մի հաջողություն չի բերել, բացի գենոցիդը, որովհետև շատ ունեն թափում են խեղճ գյուղերի վրա, քաղաքների վրա։ Այդ ուր է իրենց զենքը։ Հիմա ապացույց ասեմ, չէ՞։ Այդ ուրեմն օպերացիան, որը պատերազմ է, բայց իրենք ինչ-որ բան են հնարել, մոբիլիզացիա չանեն, մի խոսքով դրանց մասին թողենք, ինչ է ասում, 4 տարի է լրանում է եւ ամեն օր Հայաստանում ռուսական բրոքսիները եւ ռուսական լրատվամիջոցները, նաեւ Ամերիկայից անընդհատ խոսում են ռուսական զորքի հաջողության եւ առաջարժման մասին, ճիշտ է։ Հիմա 4 տարին ամեն տարի 360 եւ այլն օր ունի, չէ՞, ժամերը հաշվենք, եթե ռուսները օրը 10 սանտիմետր առաջ շարժվեին 3 եւ այլ տարի։ Հիմա Բուդապեշտում պիտի լինի ռուսական զորքը, հələ Կուպրյանսկից դուրս չի եկել, բայց հաղորդագրություններ եղան, որ Կուպրյանսկն էլ սուտ է, չեն վերցրել, հələ որ չեն վերցրել։ Ուղղակի տանում են հոգեբանականի համար իրենց ժողովրդին են կերակրում, 1 միլիոնից ավելի զենք են տվել։ Հարիվ հայերը, որ գնան իրենց համար կռվեն, այստեղ հույս ունեն, չէ, Հայաստանը ինչպես ասում են, գուբերնիա դարձնեն, որ դիվիզիաներ ուղարկեն Պուտինին, որ լավամարդ լինեն, եւ զորավարներ պիտի լինես կաթողիկոս կոչվածը, աղբոր հետ, էլի։ Ուրեմն այս մնացած պարագայով մի խաղ է գնում մեծ, Միացյալ Նահանգները բարձր է, որ Ռուսաստանի հետ հարաբերության որոշակի մակարդակ պահելու, ինչպես նաեւ մենք։ Հա, մեր ուրիշ պարագայում որովհետեւ միջուկային զենքը չնի աչուծախ ամերիկացիները տանել են, բայց դա այնքան են թուլացնելու, որ ավելի ուժ չունենա։ Նաև Ուկրաինայի բանը, ուրեմն Ռուսաստանը կարողություն ունենա մի քիչ ճնշելու Միացյալ Եվրոպային եւ այլն։ Այս Բևերներ Չինաստան էս խաղի մեջ էս բոլորը ինքը գիտի դրանով փրկվելը, Պուտինի մասին է։ Ռուսաստանին չեն թողելու, այլևս լինելու այն ուժը, որը չկա տնտեսապես, տեխնոլոգիապես չկա, գիտականորեն չկա, հոգևոր իմաստով չկա, որովհետև ոնց կարող է քրիստոնեական եկեղեցին ագրեսիվ պատերազմը հովանավորել, հակաքրիստոնեություն է, չէ՞ Կիրիլի արածը, ինչպես որ այս մարդու արածը հակաքրիստոնեություն է Հայաստանի հանդեպ, ուզուրպատորի։ Ուզում եմ ասել, այս հարցերի մեջ եմ, որ այդ հարևների Տոկաևն էլ հավատաց, որ ռուսական զենք ամենաընտիրն է, հա։ Ինքն էլ բանակը պետք է Թրամփի հետ հանդիպումից հետո զինի ռուսական զենքով, կամ երևի են գիլիզներն են մնացել, գնացել են նրանց հարևացնում։ Բայց այդ զենքներ չունեն, ասեմ ձեզ, երևի 40 թվի տանկեր։ Նոր զենքեր են ասում են ամենաժամանակը։ Դե հիմա մենք ասեցի, եթե իրենք ունեին 4 տարի է կռվում են, 4 տարում գերմանացիք հասան Մոսկվայից հետո հասան Բերլին։ 4 տարում, 5 տարում, չէ, հələ Կուպրյանսկի շուրջ ֆռռում են, էլի։ Իսկ առաջիկա ընտրությունների ժամանակ ազդեցությունը այս բոլորը արվում է դրա համար։ Եկեղեցին բաց ձեռից գնաց եւ այլն, մենք պիտի աշխատենք, որ մենք հանգիստ եւ լավագույն ընտրություններ անցկացնենք բոլոր ստանդարտներով, բացառելով ոչ միայն ռուսական միջամտությունը, պիտի փորձենք անպայման տա այլ նաև ռուսական քաղաքական կազմակերպություններ խորհրդարան անցնելը, զգուշացնում եմ, եթե այդպես չեղավ, ուրեմն մեզ խորհրդարանը վերակրկնվելու է ավելված տարբերակով։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, շնորհակալ եմ զրույցին։ Կընտրեմ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։ Կհանդիպենք։